Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է «1991 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը նաև հիմնեցին շախմատի դպրոց։ Գաղափարը Նշան Քեշեշյանն էր։ Մեկնարկը տալուց հետո Հայաստանի լավագույն շախմատիստներից մի քանիսը տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այստեղ շախմատը մեծ զարգացում ապրեց։ Իմ զրուցակիցն է Ամերիկայի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն FIDE-ի ավագ մարզիչ պարոն Արմեն Համբարձումյան։ Պարոն Համբարձումյան, հարգանքներս։ Բարև ձեզ, համեցեք։ Դե որ սպիտակները իմ դիմացն են, առաջին հարցի իրավունքով նաև կխաղամ ես E7, E4, հետո E4, հետո գլուխ կգովամ, որ ձեզ հետ խաղացել եմ։ Շատ բարի։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Դուք ծնվել եք Երևանում, երրորդ մասում, մի անգամ էլ հումորային հաղորդմանը հյուր էիք, ասացիք, որ Երևանի կենտրոնում երրորդ մասում, այդ տեսել եմ, առավել ևս շախմատով շատ հետաքրքրված եմ, շատ եմ սիրում։ Ինչպես եղավ ձեր շախմատային առաջին քայլերը։ 4 տարեկան հասակում հայրիկս ընկերների հետ խաղալուց ես միշտ նայում էի, սիրում էի նայել իրանց խաղը ու նենց ստացվեց, որ մի անգամ քայլ ասեցի ու պապայիս ընկերը հարցրեց՝ դու սովորացրել ես նրան շախմատ խաղալ, հայրիկս ասեց ոչ ու զարմացա, ես ինչ-որ քայլ էի ասել, որ արժեք ուներ ըստ երևույթին այդ դրության մեջ։ Դրանից հետո ասացին, որ այս տղային տար շախմատի անպայման։ Այն ժամանակ մենք խոսում ենք 65-66 թվերի մասին, որ շախմատի տունը դեռ չկար, եւ բոլոր շախմատային այդ շախմատի, այսինքն միակ օղակը ոնց որ կուլտուրայի պալատն էր կենտրոնում քաղաքի։ Օջախը։ Դա գտնվում է այսօրվա ես ուղղակի անունները չեմ կարող ասել, բայց հետևը ասենք Ազարյանի այդ գիմնաստիկայի դպրոցի այդ մասն է կենտրոնի։ Ամեն դեպքում սկսեցի հաճախել, սկզբից չէին ընդունում, հետո որ սկսեցի խաղալ, տեսան, որ երևի ըստ երևույթին մարզիչները զգացին մի բան, ընդունեցին ինձ փոքր տարիքում։ Տաղանդ զգացին։ Մի բան կարող զգացին իրանք, հա։ Ամենահետաքրքիրը, որ այն մարդը, որին հետո ես եկա ու ստեղ Ամերիկայում հանդիպեցի Նշանը Քեշեշյան, ոնց որ դուք նշեցիք, ինքը 91 թվականից բացել էր ուրեմն Armenian Chess Club-ը Հայաստանի ոնց որ շախմատի դպրոցը, ակումբը, ինքն էլ էր ապրում երրորդ մասում ու նույնը Սմբաթը Լպուտյան ու մեկ-մեկ որ իմ հայրիկը շատ էր գործողումների գնում, խնդրում էր, որ իրանք տանեն։ Այսինքն ես 5 տարեկան հասակում արդեն ինձ ինչ-որ ես այդ տղաների հետ ընկերություն եմ արել, ոնց որ մեծ եղբայր եւ մեծ ընկեր իրանք այդ ժամանակվանից ուրեմն տարել բերել են, որը որ մեծ խնդիր էր այդ ժամանակ։ Գիտեմ, որ դուք ձեզ կայացած հաջողակ համարում եք շախմատում որպես մարզիչ, սակայն ուզեմ նաև խոսենք ձեր հաղթանակների, ձեռքբերումների ու նվաճումների մասին, որպես մարզիկ գիտեմ, որ դուք Հայաստանում չեմպիոն եք եղել շախմատի։ Ես ճիշտ ասած Հայաստանի չեմպիոն եղել եմ շատ վաղուց, 1979 թվականին։ Ճիշտ ասած շատ մեծ նվաճումներ չունեմ, դրա համար ավելի մեծ սիրով կխոսեմ իմ, ասենք, աշակերտների նվաճումների մասին, որպես մարզիկ իրոք ոչ թե համեստություն եմ անում, բայց իրոք շատ խոսալու բան չունեմ, որովհետև անհամեմատ ավելի ուժեղ շախմատիստներ կան շրջապատը, նույն իմ մարզիկները հասել են ավելի մեծ հաջողությունների, քան թե ես եմ ասել։ Դուք ձեր կյանքի ամենադժվար փուլը, կարիերայի ամենադժվար փուլը համարում եք Հայաստանի հավաքականի առաջին թիմի ստեղծումը 1991 թվականին։ Ինչի եւ ինչ խոսեք դրա մասին։ Բոլորը, որ առնչվել են այդ տարիներին Հայաստանում են եղել, ապրել են, գործել են եւ այլ, բոլորը կարող են ձեզ ասել, որ
դա երևի բոլորի համար ամենադժվար տարիներն էր։ Ոչ թե նրա համար, որ պատերազմ էր, լույս չկար, մութ եւ ոնց որ ասում են, մութ ժամանակները, բայց բացի դրանից խանդվեց մի համակարգ, որը որ գիտեք, որ ցանկացած համակարգ քանդելը այնքան հեշտ է, բայց կառուցելը բավականին ժամանակ է տևում։ Եվ հավաքականի ստեղծման խնդիրների հետ կապված, տղաներին իրար հետ հավաքելու հետ կապված բավականին խնդիրներ կային, որը որ շատ ուրախ եմ դրանով, երևի մեկ հպարտ եմ զգում, որ կարողացա անել, կարողացա հավաքականը հավաքել մաքսիմում առանց կորուստների, նայեք հիմա ֆուտբոլի օրինակ, ինչքան լավ խաղացողներ ունենք, տարբեր պատճառներով չեն գալիս եւ այլ, նույն շախմատը միշտ չի, որ կարողանում ես դու աստղերին հավաքել իրար հետ ու կարողանաս թիմ ստեղծել։ Ու ես նվաճումներից մեկը համարում եմ, որ կարողացա այն ժամանակ բացառիկ աստղեր էին, մենակ ասենք հաշվի առնելով, որ վերջի տախտակի վրա խաղում էր Սովետական միության չեմպիոնը 91 թվի Արտաշը Մինասյան։ Այսինքն այնքան ուժեղ խաղացողներ ունենք Ռաֆիկը Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Սմբատը Լփության, որ Արտաշը ոնց որ վերջի տախտակ էր խաղում Սովետական միության չեմպիոն լինելով։ Դրա համար ասենք բոլորը անձնական իրանց ամբիցիաները ունեին եւ այլ, բոլորը տենց են։ Ու դա համարում եմ ես մեծ նվաճումներից մեկը, որ կարողացա իրար միասին խմբենք, սարքենք մի թիմ, ընտանիք եւ սկսվեց հաջողությունները։ 27 տարի առաջ դուք տեղափոխվեցիք ԱՄՆ, կպատմեք մի քիչ ինչպես կայացավ շախմատի ակադեմիան այստեղ։ Ես որ տեղափոխվեցի ԱՄՆ, իմ գործընկերս Նշանը Քեշիշյան արդեն 7 տարի ուներ իր դպրոցը, ու մենք սկսեցինք իրար հետ աշխատել, մոտ 10 տարի իրար հետ աշխատելուց հետո ես ստեղծեցի իմ ակադեմիան American Chess Academy։ Այդ տարիները 2004 թվականից արդեն ես երիտասարդական հավաքականի մարզիչ էի Ամերիկայի եւ աշխարհով մեկ շրջան գայում էինք Ամերիկայի հավաքականի հետ։ Ու ես միշտ Ամերիկայի շախմատի հավաքականի մարզիչն եք։ Այո, մինչև 2004 թվականից մինչև հիմա էլ, աստորեն երևի մյուս ամիս կգնամ Ալբանիա աշխարհի առաջնությանը, ես աստորեն տարեկան մի քանի անգամ Ամերիկայի հավաքականի հետ գնում եմ տարբեր մրցաշարների։ 2008 թվականից հիմնեցի Ամերիկայի շախմատի ակադեմիան, որի այդ ժամանակ իմ գործընկերներ, սաներս եւ այլ հասան բավականին հետագայում հաջողությունների։ Իմ մարզիչների անհատական աշակերտները դարձան աշխարհի չեմպիոն։ Իմ անհատական աշակերտները, ում հետ ասենք մասնավոր դասավանդում եմ անցկացրել, դարձան աշխարհի չեմպիոն։ Դժվար է իրենց ասել, որ իրանք ակադեմիայի սաներն են, բայց ամեն դեպքում իրանք առնչություն ունեն մեզ հետ, մեր, ասենք, հայ ազգի մարզիչների հետ, եւ ես հպարտ եմ, որ նույնիսկ օտար ազգի, ասենք, մենք մի քանի, բացի Սամվելից Սևյան, երևի մենք հայ ազգի աշխարհի չեմպիոն չենք ունեցել, բայց մենք ունեցել ենք բազմաթիվ երիտասարդների 12, 14, 16, 18 տարեկան աշխարհի չեմպիոններ, որոնք ամերիկացի են եղել, ոչ հայ են եղել, բայց մարզիչները մենք ենք եղել։ Կամ ես, կամ ասենք Անդրանիկը Մատիկոզյան, կամ ուրիշ ակադեմիայի մարզիչները։ Իսկ այսքան տարիների ընթացքում ուր եք հասել, կոնկրետ որ ձեռքբերումներն են ձեզ համար հատկանշական, ակադեմիայի ձեռքբերումները։ Ինձ համար ավելի հատկանշական են ոչ թե, ասենք, սպորտային ձեռքբերումները, եթե անկեղծ լինեմ, ես ավելի մեծ հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում եմ իմ արդյունքը շախմատի միջոցով մարդկանց դաստիարակելու եւ ոնց որ օգտակար մարդ սարքելու այս համայնքի եւ ընդհանրապես մարդկության համար։ Իմ գերնպատակը դա է։ Իսկ ասենք մարզի ինչ-որ հաջողությունների շատ հաջողություններ կա, ոնց որ ես նշեցի, ասենք երիտասարդական հավաքականի, հետո ասենք օլիմպիական հավաքականի անդամներ են դառել եւ այլ, բայց ինձ համար էլի եմ ասում, որ ավելի կարեւորը շախմատի այդ հմայքը նա է, որ
ես սովորացնում եմ երեխաներին մտածել եւ իմ համար դա շատ կարեւոր է, որ իրանք բացի մտածելուց փորձում եմ այն ուղին տամ կյանքում, որպեսզի իրենք ընդհանրապես լավ մարդ, լավ ուղի վրա գնան ու ճիշտ ձևի մեծան։ Այսինքն մարդկային որակների վրա բնականաբար բոլորս գիտենք, որ շախմատը մեծ ազդեցություն ունի։ Դե բազմիցս գրվել եւ գիտահետազոտական կենտրոնները եւ այլ ուսումնասիրություններ են արել, այդ բաները ավելի լավ իրանք բազմաթիվ գրականություն կա դրա մասին, բայց ամեն դեպքում ձեզ ասեմ, որ շախմատը տալիս է երեխաներին շատ կարևոր հատկություն վերլուծել, մտածել եւ վերցնել պատասխանատվությունը քո վրա։ Երևի թե միակ ձևն է, սպորտաձևը, եթե կարելի է ասել, որ դու չես կարող մեղադրես ոչ դատավորին, ոչ բան, այսինքն դու տարվում ես, ինքդ գիտես, որ դու ես տարվել ու պետքա սովորում ես պատասխանատվությունը վերցնես։ Չես կարող ասես, էսի սենց արեց, էս դատավորը սենց արեց եւ այլ, դու հասկանում ես, որ դու պարտվեցիր քո պատճառով, ու եթե դու կարողանում ես դասեր քաղել այդ քո պարտությունից, ուրեմն ես գտնում եմ, որ դա արդեն հաջողություն է, ես ինչ-որ մի լավ բան սովորացրել եմ այս կյանքում։ Իհարկե, բնավորությունը ամրացնում է, երբ քո անհաջողությունների պատասխանատվությունը վերցնում ես քեզ վրա։ Այո։ Իսկ ինչպես կգնահատեք տեղի հայ համայնքի երիտասարդների, պատանիների հետաքրքրվածությունը շախմատով։ Գիտեք ինչ, Երևանում շախմատը որպես առարկա դարձնելը բավականին օգնեց, ընդհանրապես ավելի մեծ քանակությամբ երեխաներ ծանոթացան շախմատին եւ այն մարդիկ, որ տեղափոխվում են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իհարկե ծնողներն են, ծնողների ոնց որ միտքն է շախմատի բերել երեխաներին, որովհետեւ 5 տարեկան, 6 տարեկան երեխաները դեռ պատրաստ չեն ինքնուրույն ինչ-որ որոշում անելու, բայց ամեն դեպքում այդ հետաքրքրությունը ես տեսնում եմ, որ Հայաստանից եկած մարդիկ շատ ավելի հետաքրքրված են։ Ես ձեզ ասեմ, ընդհանրապես փոքր ազգերի մեջ, եթե դու ունես մի հատ կուրք, ոնց որ մենք ունենք Տիգրան Պետրոսյանի, այդ 60 թվականների ամբողջ շախմատային պատմությունը սկսվեց Տիգրան Պետրոսյանից, բոլորս գիտենք։ Ես որ խոսում եմ հիմա, ասենք, կուբացիների հետ կամ Լատին Ամերիկայի շատ եմ շրջագայում հարավային Ամերիկայում տարբեր երկրներ, որտեղ պանամերիկան խաղերը այնտեղ են միշտ լինում, ու ես հասկանում եմ, որ ասենք Կապաբլանկայի նման մարդը, որ Կուբայից եղել է աշխարհի չեմպիոն, իրանց կուրքն է։ Նույնիսկ ոչ Կուբայի երկրները, Պերույա, Էկվադորը, Կոլումբիա եւ այլն, իրանց մոտ Կապաբլանկա մինչեւ հիմա որպես կուրք իրանք ընդունում են, ու դա է եղել հիմքը, որ ասենք փոքր ազգերը, եթե ունեն մի հատ չեմպիոն կամ ասենք աշխարհի չեմպիոն կամ ինչ-որ մի նվաճումներ արելը, բնականաբար երեխաները ձգտում են գնալ եւ սովորել եւ պարապել, դա դառնում է ոնց որ իրանց համար ուղեցույց կյանքի։ Գիտեմ, որ ձեր ակադեմիայի մասնաճյուղերը կան տարբեր տարածաշրջաններում, որտեղ դասավանդում են հենց ձեր սաները։ Այո, մենք փաստորեն ինձ մոտ նենց ստացվեց, որ ես մի քանի անգամ ոնց որ ստիպված եղա 0-ից սկսեմ, ասենք 2008 թվին, որ ակադեմիան ստեղծում էի, դա մի առաջի բանն էր, որ պետք էր ամեն ինչ նոր անել։ Մինչև COVID-ը 2019 թվականին ակադեմիան բավականին ընդլայնվել էր, ես ունեի շատ լավ մարզիչներ, 7 հատ մասնաճյուղ ունեինք, որտեղ Լոս Անջելեսը մեծ քաղաք է, ու հնարավոր չի ուղղակի ամբողջ քաղաքը գնալ։ Այն մարդիկ, որ ապրում էին այդ տեղերում, ասենք Նորթ Հոլիվուդ, Ռիսիդա, Thousand Oaks, Agura Hills եւ այլն, ես ունեի բնականաբար նախկին աշակերտներ, որոնք որ շախմատը ընդհանրապես շատ դժվար է շախմատից կտրվել, եթե դու մի անգամ անցել ես այդ դպրոցը եւ այլն, դու կապը հաստատում ես շախմատի հետ։ Եվ ես ասեմ ձեզ, որ նույնիսկ մարդիկ ավարտելով համալսարանները հետ եկան էլ իրանց մարզչական բանի, որտեղ սիրում էին դա։ Ու ես հիմա ունեմ իհարկե որոշ մասնաճյուղերը մենք կորցրեցինք, բայց նույնիսկ հիմա ես փաստորեն 18 հատ մենք դպրոցում
ամերիկյան դպրոցում ունենք դասից հետո այդ ծրագիրը, ոնց որ լրացուցիչ ծրագիրը առարկաներից բացի, եւ բացի դրանից ունենք 4 հատ մասնաճյուղ, որ ասենք ես ուղղակի գլենդելում եմ։ Պարոն Համբարձումյան, եւ որպես վերջին հարց վերջաբան, ապագայում ինչ ծրագրեր, ինչ պլաններ կան։ Ես ճիշտ ասած առաջի անգամ 94 թվականից ի վեր փորձում եմ կազմակերպել մեծերի մրցաշար, գումարային մրցաշար։ Ասեմ ձեզ, որ միշտ կազմակերպել ենք երեխաների մրցաշար, քանի որ մեր դպրոցը երեխաների հետ գործ ունենք, մենք առնվազն տարին 5 հատ կամ 6 հատ մեծ մրցաշար ունենք դպրոցականների։ Դա իմ համար ոնց որ սովորական է, բայց այս տարի առաջի անգամ որոշեցինք, որ պետքա գլենդելու մի միջոցառում անենք, քանի որ մենք ունենք առնվազն 2 հատ օլիմպիական չեմպիոն հիմա ստեղ են ապրում, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյան, եւ ուրիշ, ասենք, Մելիք Խաչյան, որը որ Արոնյանի մարզիչն է, Վարուժներ ստեղ Հակոբյան, որը տեղափոխվեց Սենթ Լուիս, Տատև Աբրահամյան եւ այլ եւ այլ։ Այսինքն մենք ունենք շատ ուժեղ, շատ պոտենցիալ գլենդել քաղաքում, բայց չունենք ոչ մի մրցաշար, ոչ մի շախմատային իրադարձություն ու իմ նպատակը դա էր, որ սկսեմ ես այս մրցաշարը առաջինը շախմատային մեծ մրցաշարերի համար ոչ այդքան մեծ գումարով ենք սկսել $50,000, բայց ես կարծում եմ մի տարուց, 2 տարուց դարձնենք արդեն $100,000-անոց, որը որ էլի թենիսի հետ որ համեմատում եք, իրանք էլ ունեն 500-անոց տուրնիրներ, 1000 պոինտանոց տուրնիրներ եւ այլ եւ այլ։ Այսինքն մենք կունենանք, ասենք, բարձր մակարդակի մրցաշար, որը որ Լոս Անջելեսի Գլենդելի հետ կապված կլինի ու հայ համայնքի հետ, որովհետեւ բոլորը գիտեն, որ կազմակերպիչները հայ են։ Ես էլ մտադրություն ունեմ, որ դատավորական կազմել ես մյուս տարվանից երևի Հայաստանից կհրավիրեմ, քանի որ մենք ունենք այդ պոտենցիալը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Համբարձումյան։ Ձեզանից եմ շնորհակալ, որ ժամանակ հատկացրեցիք եւ մեր զրույցի առաջարկը չմերժեցիք, նաեւ ձեր գործունեության համար վստահ եմ ձեր բոլոր նպատակները կիրականանան։ Շատ ուրախ էի խաղի արդյունքն էլ կարծում եմ ոչ ոքի։ Սփյուռքում Հայաստանից հեռու սրտացավության եւ նվիրվածության շնորհիվ տարբեր ոլորտներում հայերը մեծ հաջողություններ են գրանցում։ Սպորտը նույնպես ԱՄՆ-ում ապահով ձեռքերում, քանի որ դրանով զբաղվում են սրտացավ եւ պրոֆեսիոնալ մարդիկ։ Իմ հյուրը աշխարհի լավագույն մարզիչներից է մարտարվեստի վարպետ, ոլորտի հայտնի փորձագետ։ Տարբեր մարզաձևերում աշխարհի բազմակի չեմպիոն եւ 40 տարվա մանկավարժ Գոքոր Չիվիշչյանն է։ Բարև ձեզ, պարոն Չիվիշչյան, ինչպե՞ս եք։ Ես շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, մենք ենք շնորհակալ, որ ժամանակ եք հատկացրել զրուցելու համար ու չեք հրաժարվել առաջարկից։ Մեծ սիրով, մեծ սիրով։ Ես գիտեմ, որ դուք մանկուց շատ փոքր տարիքից զբաղվել եք սպորտով, 7 տարեկանում արդեն մասնակցել եք համամիութենական առաջնություններին ու երիտասարդ տարիքում սամբոյի ու ձյուդոյի բազմակի չեմպիոն եք։ Կպատմեք, ինչ ճանապարհ եք անցել սպորտային մեկնարկի մասին ձեր։ Այո, սպորտը սկսել եմ 5 տարեկանից, զբաղվել եմ ըմբշամարտով։ Ըմբշամարտի ընթացքներում մի քանի տարիներ հետո մասնակցել եմ մրցումների, հաղթանակներ եմ տարել Հայաստանի առաջնությունների մեջ։ Դրանից հետո զբաղվել եմ սամբոյով եւ միևնույն ժամանակ սամբոյից շատ առաջադեմ էի։ Սամբոյի փոքրների մեջ դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո ձյուդոն, երբ որ արդեն սկսեց աճել Հայաստանում, բոլոր սամբիստներին վերցրեցին որպես լավագույններին, որպեսզի ձյուդոն զարգացնեն։ Դա արդեն եղել է իմ ձյուդոյի սկիզբը։ Դա մենք սկսել ենք 5 տարեկանից դե 68 թվականի ընթացքում, ասենք ձյուդոն 70-ական թվականի սկզբից։ Մեր շարունակությունը եղել է այդ թվականներից ու մինչև այսօր։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ ո՞րն եք համարում որպես մարզիկ ձեր ամենամեծ հաղթանակը։ Իմ մեծ հաղթանակներից եղել են երբ որ Հայաստանում էի, դեռ հələ փոքր տարիք էի, Եվրոպայի առաջնությունը եւ աշխարհի առաջնությունները, իհարկե Հայաստանը եւ սովետական միությունները մի քանի անգամ եմ հաղթել, բայց իմ
ամենալավագույնները եղել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները։ Գիտեմ, որ 1981 թվականին տեղափոխվեցիք ԱՄՆ ու սկսեցիք ձեր սպորտային կարիերան շարունակել այստեղ, բայց նաև զուգահեռ սկսեցիք ձեր մարզչական գործունեությունը ծավալել։ Ոնց կարողացաք համատեղել եւ ինչպես եղավ, որ որոշեցիք դառնալ նաև։ Ես միջազգային առաջնությունների ժամանակ մենք եկանք Ամերիկա, մասնակցեցի աշխարհի կուբոկը եւ հաղթեցի ստեղ եւ միևնույն ժամանակ սեմինարներ անցկացրեցի ստեղ, եւ անգլերեն չգիտեի։ Ռուսերենս ոչինչ ավելի լավ էր, քան այսօր։ Դե թարգմանիչով բանով, այտենց մոտարապես անցկացրեցինք սեմինարը, իրանք շատ հավանեցին։ 81 թվականին մեզ հաջողվեց ընտանիքով եկանք։ Եվ առաջի քայլերս եղավ հենց անմիջապես հետևեցի սպորտին, որ կարողանամ գտնեմ ձյուդոյի դպրոց, ասենք սամբոյի դպրոց, բայց ընթացքում մի որոշ ժամանակ հետո գտա եւ շարունակություն տվեցի ստեղ։ Բայց ընթացքը մեր հենց դուրս եկավ, որ մենակ ձյուդոյը սամբոյը չէր եւ ընդհանուր մենամարտ էր։ Կար այն ժամանակներն դեռ որ ժողովուրդը այդ մասին չգիտեր, երբ Ճապոնիայում մասնակցում էինք այդ ընդհանուր մենամարտերի աշխարհի առաջնությունների։ Հետո արդեն 1997 թվականին հիմնեցիք այս հաստատությունը։ Չէ, ավելի ճիշտ ասենց ասեմ ավելի 85 թվականից սկսեցի մարզել։ Միևնույն ժամանակ համ մարզում էի եւ համ միևնույն ժամանակ մասնակցում էի մրցումներին։ Ուրեմն մարզելու ընթացքը ինչպես ստացվավ, ես սկսեցի փողոցից հավաքել մեր հայ ջահելներից, ովքեր որոնք դուրսերը կռիվներ էին անում, մեկը մյուսին նեղացնում էին։ 2 տարի դասավանդեցի իրենց, հավաքելով 40 հոգի հավաքեցի եւ որպեսզի դրսից կտրեն։ Ասենք ոչ գումար ենք ուզում, ոչ մի բան, ուղղակի Los Angeles City College-ը մեզ տրամադրեց տեղ, որ ես կարողանամ դրսից կտրել։ Եվ դրանց բոլորից շատերին կարողացա հանեմ փողոցային այդ խուլիգանությունից բանից եւ այսօրվա օրով բժիշկ, լոյեր այս տղաներն են։ 88 թվականին ես պետք է մասնակցեի օլիմպիական խաղերին Ամերիկայի կողմից։ Բայց ինձ որ հատուկ citizen տվին 87 թվականին, բայց իմ ժամանակս չներեց, որ ես կարողանամ աճոք հավաքեմ, բայց Ամերիկայի մասնակցողին, որը որ մասնակցել օլիմպիական խաղերին, ես իրան հաղթում էի։ Բայց ինձ որոշեցին, որ ես գնամ, բայց հետո ստացվավ, որ իրան տարան եւ ինքը երկրորդ տեղ վերցրեց օլիմպիական խաղերին։ Բայց հիմնական մենք սկսել ենք 85 թվականից, 91 թվականին բացել ենք առաջի դպրոցը։ Ստեղ, բայց մինչև բացելը արդեն մեր դպրոցը միջազգային ճանաչում ուներ, ամբողջ աշխարհը դե ճանաչում էր եւ միևնույն ժամանակ էլ ամեն մարդ փորձում էր, որ լիներ իմ աշակերտը։ Այդ 91 թվականը բացումը եղավ մոտարապես 300 հոգով։ Եվ գումարած դրսերից մարդիկ կային, որոնք ուզում էին մեր աշակերտը լինեին։ Այդտենց միջազգային ճանաչում ունեցանք։ Այսօր ձեր հիմնած Հայաստան MMA Academy, որքանով որ տեղյակ եմ, քանի մասնաճյուղ ունի ու որ տարածաշրջաններում են տեղակայված։ Ուրեմն ասենց ասենք, ուրեմն մասնաճյուղ ասելով ունենք 110 մասնաճյուղ։ Եվ Հայաստան MMA Academy անունը կրողները ունենք մոտարապես 25 Ամերիկայի մեջ։ Ուրեմն որից 4 հատը Los Angeles-ում, որ մերն է, մեր իմ տղասը Արտուր Չիվիչյանը եւ Դավիթ Ռոբերտ իրար հետ են աշխատացնում բոլոր այդ ամեն ինչը եւ ունենք միևնույն ժամանակ Սանտա Կլարիտայում նոր բացեցինք Արգամը եւ Վահակը իրանք են անցկացնում, բայց ընդհանուր աշխարհում 100-ից ավել։ Շատ դպրոցներ ունենք, դե մեր դպրոցը 40 տարվա պատմություն ունի, երբ որ մենք սկսեցինք մեր դպրոցը Լոս Անջելեսում, մենք սկսեցինք որպես հայ, բայց իհարկե դարձավ միջազգային, մի քիչ առաջ նշեցի, դեռ հələ ոչ մի հայ չկար, ոչ մեկը չկար, մեծամասնությունը այսօրվա դպրոցները իմ աշակերտներն են համարյա, 99%։ Ես եմ սկսել ամեն ինչ։ Բարդ ու դժվար ճանապարհ եք անցել, շատ կամային, անկոտրում ճանապարհ եք։ Իմ երազանքն ա եղել առաջի օրվանից, որ Ամերիկայում մտա, իմ երազանքն ա եղել, որ լավ սպորտսմեն լինեմ, եւ իմ երազանքն ա եղել, որ լավ աշակերտ պատրաստել, եւ մեծ երազանքս ա եղել, որ ես իմ սեփականության տեղ ունենամ եւ դասավանդեմ իմ սեփական աշակերտներին։ Տեսնում եք, մենք Նորթ Հոլիվուդում ենք հիմա։ Նորթ Հոլիվուդը ունի 500-ից ավել աշակերտ։ Եվ ունենք
Northridge, ունենք մոտավորապես 420 աշակերտ։ Ունենք Pasadena-ում, մոտավորապես նոր ենք բացել 1 տարի առաջ եւ ունենք 100 աշակերտ։ Santa Clara-տան ընդամենը 2 ամիս է բացել ենք, արդեն ունենք 35 աշակերտ։ Իսկ աշակերտները սաները միայն հայեր չեն։ Չէ, օտարներ են եւ հայեր, ուչուր երեխաները, փոքր երեխաները հայեր են ավելի շատ։ Ունենք օտարներ միևնույն ժամանակ, բայց մեծամասնություն փոքրների հայ են, բայց մեծահասակները 50-50։ Հաշվի առնելով, որ սպորտը ինքը մրցակցություն, ինչպես եք վերաբերվել հաղթանակներին ու պարտություններին։ Շատ փոքր հասակում եղել է հաղթել եմ եւ պարտվել եմ։ Ինձ համար շատ դժվար է եղել պարտությունը։ Ես այդքան եմ հիշում, շատ չեմ հիշում, քանի որ շատ փոքր եմ եղել։ Բայց իմ այն տարիքի ժամանակից սկսած, որ արդեն հաղթանակներ եմ տարել, մինչև այսօր պարտություն չունեմ, որ չեմ կարող հիշեմ, թե ոնց եմ զգացել, բայց իհարկե ես պատկերացում ունեմ, քանի որ ես միևնույն ժամանակ մարզիչ եմ եւ ունեմ աշակերտներ եւ հոգեպես ես զգում եմ իրանց ցավը, ես մոտավորապես պատկերացնում եմ ինձ վրա, որ շատ դժվար է պարտություններ, բայց ես միշտ բոլորին ասում եմ, որ եթե չպարտվես, առաջ չես գնա։ Եթե պարտվելու ես, որ կարողանաս սովորես ինչն է քո սխալը։ Սխալը 1 սխալ, 2 սխալ, 3 սխալ, երբ որ կարողանում ես շտկես, մյուս խաղը ավելի հեշտ է ստացվում։ Իսկ ավելի շատ պարտությունները մոտիվացնում է, թե հիասթափեցնում է հուսալիությունը։ Նայած բնավորությանը, բնավորություններ կան երեխաներ, որ արդեն իրենք ամեն ինչից հիասթափված են։ Ասենք հազիվ են գալի պարապմունքներին, ծույլություն են անում, չեն ուզում գան, այդ տեսակ մարդուն այո, հնարավոր է, որ պարտությունը տանի հետ, բայց երեխաներ կան, որ ագրեսիվ են եւ չեն ուզում թողնեն, ուզում են պարտությունը իրանց ավելի լավացնում, ավելի ուժեղացնում է։ Ուրեմն այդ պարտությունն ու հաղթանակի հետ միասին բնավորությունն է դառնում։ Այսքան տարիներ 40 տարուց ավել մարզում ենք, արդեն դարձել ենք հոկեբան։ Ու ձեր սաների հետ հոկեբանական ինչ-որ Ես իմ սաների հետ միշտ հավաքում եմ իրանց, խոսում ենք իրար հետ, շատ ժամանակ դուրս ենք գալիս բոլորով վազելու կամ որևէ միտեղ։ Այդ ջահելության հետ ես ընկերություն եմ անում, ես մարզիչություն մենակ չէ, միևնույն ժամանակ այդ ընկերություն եմ անում, հենց եմ ընկերություն անում, որ կարողանան իրանք ամեն ինչ ինձ պատմեն, որ ես կարողանամ իրանք ճիշտ ճանապարհի գցեմ։ Նաև դուք գիտեմ, որ հայտնի եք ոչ միայն որպես մարզիկ ու մարզիչ, նաև կարելի ասել սպորտի մշակութային դեսպան, ով հայկականը փորձում է այստեղ տարածել։ Ինչպես է դա ձեզ հաջողվում այդ սպորտային մեծ ծրագրերը։ Իմ դպրոցի անունը, որ տեսնում եք, գրած է Հայաստան MMA Academy։ Ինչու համար եմ ես Հայաստան անունը ընտրել։ Հայաստան անունը ընտրելու ընթացքը եղել է իմ, որպեսզի իմ ազգը ծանոթացնեմ օտար ազգերին։ Ես գիտեմ, որ ես դպրոցներ ունեմ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բուլղարիայում, տարբեր երկրներում ֆրանսիական, թե Ճապոնիայում, թե Ավստրալիայում։ Եվ եթե ես դնեի Գոկորչևիչյան Academy, բոլորը պետք է իմանային Գոկորչևիչյան Academy, բայց սենց կամ անենց բոլորը գիտեն Գոկորչևիչյանը ով է, բայց Հայաստանը չեն իմանում։ Բայց ես դրեցի Հայաստան, մեծամասնությունը ինձ ճանաչելուց հետո, իմ հետ պարապելուց հետո, նրանք փորձել են գնան Հայաստան, որպեսզի տեսնեն ես որտեղ եմ սկսել, որտեղ եմ պարապել, ինչ եմ արել, եւ ազգ ենք ներկայացրել։ Նույն ժամանակ փորձել ենք համ իրանց օգտակար լինենք, համ ներկայացնենք մեր հայ ազգը։ Իսկ Միացյալ Նահանգներում հայկական համայնքի երիտասարդության հետաքրքրվածությունը սպորտով ոնց կգնահատեք գոհ եք։ Ես 40 տարի մենք մարզում ենք։ Ես հիմա այսօր եթե իրականության մեջ հաշվեմ, երևի 15000-ից ավել հայ երիտասարդներ եմ մեծացրել։ Ունեցել եմ 168 սև գոտիներ, որը Ամերիկայի հավաքականը, ձյուդոյի հավաքականը, ինքը անմիջական գալիս էր պարապում էր մեզ հետ, որպեսզի գնար միջազգային մրցումների։ Դու պատկերացրեք ինչքան ուժեղ է եղել մեր դպրոցը եւ ինչքան հետաքրքրված են եղել մեր երեխեքը։ Երբ որ Հայաստան Academy-ն ներկայանում էր, օտարները սաղ երեխեքը լացում էին։ Իսկ դուք որպես մարզիչ, որ սպորտաձևերում եք հանդես գալիս։ Ես հանդես եմ գալիս MMA-ի մեջ, jiu-jitsu, grappling, judo եւ sambo ընթացները հիմնականը, բայց ես մյուսը որ տեսնում եք արդեն, այստեղ մեր Հակոբը ինքը մարզում է Muay Thai կլասները եւ ունենք բոքսի առանձին դասատուներ։ Մի խոսքով մյուս մարզաձևերը, որը որ ես
ինչ չեմ համարում մարզիչ։ Ես ունեմ մարզիչներ աշխատում են ստե։ Մոտավորապես 11 հոգի մենակ ես դպրոցում աշխատում։ Ես սիրում եմ, որ ամեն սպորտաձևը մարզիչը, որը այդ սպորտաձևի վարպետն է։ Իսկ Հայաստանի հետ համագործակցություններ լինում են։ Հայաստանի հետ համագործակցությունները սկսեց 13 տարի առաջ։ Ուրեմն ես, քանի որ Եվրոպայի բոլոր եվրոպական երկրներում սեմինարներ եմ անցկացնում ամեն տարի, ամեն ամիս, եւ ինձ խնդրեցին, որ օգտակար լինեմ հայերին, իհարկե դա իմ ցանկությունն էր։ Ես միշտ մտածում էի, որ ոնց կարամ մեր հայ ժողովրդին օգնեմ, քանի որ ես ընդեից եմ այս ամեն ինչը սկսել։ Ուզեի, որ ամեն ինչով ես օգտակար լինեի։ Առաջի քայլերը սկսվեց 14-13 տարի առաջ։ Եվ այսօր մենք համագործակցում ենք Սարգիս Բազինյանի հետ, որը ինքը շատ հիանալի գործ է կատարում այնտեղ։ Ունենք այնտեղ ջուջիցուի դպրոցներ, մեր Ռուբենը, մեր Յաներ եւ Անդրեյը։ Եվ ես ամեն անգամ, որ Հայաստանում լինում, մեծ սեմինարներ եմ անցկացնում։ Եվրոպայում երբ որ սեմինարներ եմ անցկացնում, ես ագին փող եմ վերցնում, բայց Հայաստանից ոչ մի կոպեկ։ Ուղղակի ինձ համար ավելի հաճելի է, որ հայ ազգին, մեր ժողովրդին կարողանամ օգտակար լինեմ։ Փառք Աստծո, այսօր մեր տղաները Չինաստանում են, եւ բացի դրանից Աբու Դաբիից քանի հատ աշխարհի առաջնության մեդալներ բերեցին։ Ամեն անգամ իմ հետ միշտ կապնվում են, հատիկ առ հատիկ մեր թիմը գրավեց դե, այսքան մեդալներ բերեք, ինձ համար մեծ ուրախություն է։ Մի խոսքով համագործակցություն կա։ Համագործակցությունը միշտ կա եւ կլինի։ Իսկ ավելի շատ խանդավառվել եք, ուրախացել եք որպես մարզիկ հաղթանակից, թե որպես մարզիկ։ Երկուսն էլ։ Գիտեք, երբ որ դու լինում ես մարզիկ, հաղթում ես, դա մեծ ուրախություն է։ Երբ որ քու սանն է հաղթում, էլի քու չարչարանքն է, քու տանջանքն է, միևնույն ժամանակ նույն ընթացքն է լինում երկուսի կողմից, նույն ուրախությունն ու ավելի դժվար է, գիտեք, ասենց էլ ասեմ։ Երբ որ ես եմ կռվում, ես գիտեմ ես ինչ եմ անում։ Արդեն ես մոտավորապես պատկերացում ունեմ ես ինչ եմ անելու, բայց երբ որ քո աշակերտն է կռվում, ես չգիտեմ ինքը ինչ է անելու։ Նյարդային անում։ Այո, դժվար է ինձ համար, որտեղ ես մտածում եմ, որ հանգարց ցնց չանի, հանգարց ցնց չանի, հանգարց օ, դա սխալ է, այդ ճիշտ է, այսպես։ Նաև մի հատ ինձ շատ հետաքրքրող հարց տամ, որտեղ ինչ որ չափով վերաբերում է նաև իմ ոլորտին, գիտեմ, որ ֆիլմերում էլ եք նկարահանվում։ Այո, մոտավորապես 45-46 ֆիլմեր, ամերիկյան ֆիլմեր եմ նկարահանվել, թե որից 11 հատը դերասանական մոմենտներ, ասենք խոսալու, ամեն ինչը, մյուսը ավելի կասկադյորի, ավելի այդ տեսակետով։ Այո, ինձ համար ամենահետաքրքիր պահերն են, շատ եմ սիրում նկարահանումները, որ բոլորը ասենք, որ գնան IMDb, որ իմ անունը գրեն Գոգոր Չիլիչը, դեղա ցույց կտա որ կինոներ, որպեսզի չխոսամ այդ կինոների մասին, կարան բոլորը յուրաքանչյուր մեր հերոստատիտողները։ Իսկ այդ քեսթը ոնց եք անցել, ոնց եք անցել։ Գիտեք, ես անձի հիմա ամբողջ աշխարհում եք ճանաչում են, այստեղ Ամերիկայում հայերը այդքան շատ չեն ճանաչում, ինչքան ամերիկացիները, օտարազգերը։ Իսկ ինչ ճանաչված դերասանի հետ նույն ֆիլմում եք խաղացել։ Օ, շատ։ Ջոլի պապային, այդ կինոյի մեջ իրան լավ ծեծում եմ այդ մարդուն։ Այո, ունեմ արդեն 27 տարի մարզում եմ LAPD-ին, ամբողջ Լոս Անջելեսի ոստիկաններին, միևնույն ժամանակ իրանց Sheriff Department-ը եւ FBI-ն, ամբողջ Ամերիկայի FBI թիմը եւ 5 տարի գլխավոր մարզիչ եմ եղել Special Force-ը, իրանց բանակը։ Իրանց սովորացնել եմ ինքնապաշտպանություն, կռվի ընթացք, այդ ամեն ինչ։ Հիմնական այս վերջերս որ արդեն կամաց թողել եմ, որտեղ մի քիչ ուզում եմ իմ ընտանիքներիս հետ ժամանակս ավելի շատ անցկացնեմ։ Ունեմ տղա, որ առաջի հայն է, որ NBA-ը մտել բասկետբոլից, Կարեն Գերիչևիչյանը, առաջի հայն է եղել, ամենագլխավոր բարձրունք է հասել, եւ մեծ տղաս Արտուր Չիվիչյանն էլ 6-7 անգամ Ամերիկայի չեմպիոն է եղել, Պանամերիկայի չեմպիոն է եղել, ինքն էլ այսօր օրով մարզիչներից մեկն է։ Շատ ձեզանից ժամանակ չխլեմ, ամենավերջին հարցն է։ Այո։ Ինչ եք սովորել դուք ձեր սաներից։ Յուրաքանչյուրս այն դասատուները, որոնք ասում են մենք մեր սաներից ոչ մի բան չունենք սովորել, մենք ենք, շատ սխալ է։ Ես շատ ժամանակ իմ սանս մի հատ տեխնիկ կանի, որ ինձնից չի սովորել, բայց սովորելա մի ուրիշ տեղից կամ ասենք հերոստատությամբ կամ ինչ որ մեկնացույց տվել, ցույց տալի ասում է սենսեյ։ Սենսեյ նշանակում է մարզիչ։ Սենսեյ ասում է, այս տեխնիկը ինչ է կարծում, արժի անել թե չարժի։
Ասում եմ ցույց տուր։ Նայում եմ, ես չեմ տեսել այդ տեխնիկը, երբեք չեմ։ Ասում եմ մի հատ էլ արա, ասում եմ օքեյ, մի վարքյան, բոլորին շարում եմ, ասում եմ բոլորդ նայեք։ Արի դու մարզիչություն ալա, հենց հիմա այդ տեխնիկ բոլորին ցույց տուր։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեզ համար, որ ժամանակ գտաք։ Շատ շնորհակալ եմ։ Դե չխանգարենք, մենք գնանք Եղավ, ստեցություն։ ստեցություն ձեզ։